Բարև ձեզ, ես Մանուշակն եմ, Շիրակի մարզի Կոկովիդ գյուղից եւ կյանքիս հանգամանքների բերումով հիմա Սայլակին եմ։ Ունեմ հաշմանդամություն մուկ, սակայն դա բացարձակ չի խանգարել, որ ես երազեմ եւ ստեղծագործեմ։ Մայրիկիցս եւ տատիկներիցս սովորել եմ ավանդական արհեստները, կարպետագործություն, շղագործություն կար եւ դրանք ինձ ուժ են տալիս։ Ինձ աջակցում են իմ հարազատները եւ այն հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ովքեր մինչ օրս իմ կողքին են։ Իհարկե, առաջ եմ աղում նաեւ այն միտքը, որ ես կարող եմ օգնել, ոգեշնչել ինձ նման կանանց։ Մենք սովորեցնում ենք հաշմանդամություն ունեցող կանանց հյուսել, գորգեր, կարպետներ, այն վաճառել եւ ապահովել եկամուտ եւ ինքնուրույնություն։ Մեր գործունեության հիմքում վերամշակումն է, ջինսերի, կտրատում ենք, մաքրում ենք, վերածում ենք թելերի, հյուսում ենք եւ դարձնում նոր արտադրանք։ Այս կերպ մենք երկարացնում ենք նյութերի կյանքը, նվազեցնում թափոնների հոսքը։ Ես մասնակցեցի Երևանում Impact Hub Երևան ցիրկուլատոն միջոցառմանը, որը նվիրված է շրջանաձև տնտեսությանը։ Լսեցինք տարբեր մենտորների, ուսումնասիրեցինք շրջանաձև բիզնես մոդելները եւ տեղում ձևավորեցինք թիմեր։ Այստեղից սկսվեց Դենիմապի գաղափարը, վերամշակել հին ջինսերը եւ վերածել գեղեցիկ իրերի։ Եվ այդ աջակցությունը մեզ թույլ տվեց, որ մենք ձեռք բերենք առաջին գործիքները, կազմակերպել դասընթացներ եւ տարածել մեր պատմությունը։ Մեր նպատակն է տարեկան 80-ից 100 կիլոգրամ ջինս վերամշակել։ Այսպիսով Դենիմապը կանխում է մոտ 1.5 միլիոն լիտր ջրի վատնումը, ճիշտ այնքան, որքան պահանջվում է նույն քաշի ջինսեր արտադրելու համար։ Ինչով ենք կարևորում շրջանաձև տնտեսության գաղափարը, քանի որ այստեղ է թաքնված մեր իրական հնարավորությունները, չախտոտել շրջակա միջավայրը, մաքուր պահել այն, քանի որ մոլորակը մեր մեծ տունն է։